Երբ մենք պիտակավորում ենք երեխային ասելով, դե ինքը չի խոսում, կամ լավ իրեն թողեք հանգիստ, կամ լավ ինքը համաչում է, ինքն էլ է հարմարավետ։ Գիտեք, դրա մեջ տեղավորվում, ծաղրը բացառվում է, չարախնդալը բացառվում է, այստեղ պետք է ստեղծել մթնոլորտ։ Երբ երեխան 2 տարեկան է, 3 տարեկան է, մի քիչ նույնիսկ կարող է եւ ավել լինել եւ չի խոսում, արդյոք սա նշանակում է, որ նա մտավոր խնդիրել ունի, նրա ինտելեկտը չի համապատասխանում իր տարեկիցների ինտելեկտին եւ հույզերը նույնպես բթացած է։ Շատ հաճախ այո, որովհետև խոսքը իմացական գործընթացներից մեկն է։ Մտածողությունը, ընկալումը դրանք են հիմնակարերն են, որի վրա կառուցվում է խոսքը։ Նաև այստեղ չենք բացառում ստուգելը, պարտադիր։ Երեխան մեծ ստրես, հոգեկան հարված ստանալուց հետո կարող է լռել։ Հակառակն էլ է տեղի ունենում։ Այո, հակառակը շատախոսությունն է, գերազանց մեխանիկական հիշողությունը, մեծահասակների ասում են, անես փայլուն հիշողություն ունի, աշխարհի բոլոր մայրաքաղաքները գիտի։ Հարգելիս, ապսոս չի դա լցրել ես դրանով։ Ինչ լեզվով եմ ես մտածում եմ բառերով, թե ես մտածում եմ պատկերներով։ Որովհետև միշտ չէ, երբ որ մեր միտքը ձևակերպում է նախադասություններով։ Երեխայի զարգացման հարցում կան որոշակի չափորոշիչներ, սակայն շատ հաճախ երեխաները չեն համապատասխանում դրանց եւ նույն ժամանակ չեն ունենում որևիցե խնդիր։ Օրինակ խոսքի զարգացման խնդիրը չունի երեխան որևէ ախտորոշում, բայց եւ բոլոր իր տարեկիցները բլբլացնում են, իսկ նա առայժմ լռում։ Միջավայրը շատ մեծ նշանակություն ունի, հենց այսպիսի երեխաների պարագայում հատկապես։ Միջավայրը կարող է նպաստել, որպեսզի երեխան սկսի խոսել եւ ընդհակառակը։ Երբ ֆիզիկապես եւ արդեն մտքով նա հասունացել է, որ կարող է խոսել, միջավայրը այնպես բարդույթավորի նրան, որ նա ունենալով այդ կարողությունը չունենա ցանկությունը շարունակի լռել։ Այսօր խոսել ենք հոգեբան մանկավարժ Սրփուհի Պապյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խոսքի հապավման խնդիրները գնալով ավելի խորն են դառնում, ավելի հաճախ հանդիպող են դառնում, չունենալով որևիցե խնդիր։ Չկա ախտորոշում, երեխայի զարգացվածությունը այլ չափանիշներով բացարձակ նորմալ են, բայց եւ հենց խոսքը չի զարգանում, երեխան գերադասում է լռել։ Գիտեք ինչ, ես կուզենայի ասել, որ չունենալ ախտորոշում դեռ չի նշանակում, որ իրավամբ ոչ մի խնդիր չկա։ Որովհետև խոսքը դա հոգեկան գործընթաց է եւ առանձին ինքը իբրև երևույթ երբեմն դրսևորվում է, բայց ավելի շատ այն կապված է լինում որևէ այլ դժվարությունների հետ։ Սա լոգոպեդական դաշտ է եւ ես ինձ իրավունք չեմ վերապահի հիմա մտնել բժշկական կամ լոգոպեդական դաշտ, բայց այնուամենայնիվ, եթե մենք խոսում ենք տարիքային չափորոշիչներից, ապա այնքան հետազոտել, այնքան հետաքրքրվել, այնքան դիմել համապատասխան մասնագետներին, մինչև գտնենք արմատը։ Որովհետև չխոսելը կարող ունենալ շատ պատճառներ, եւ դրանցից միայն մեկն է այդ ձեր ասած ես չեմ ուզում խոսել։ Այսօր այո մենք դրա հետ շփվում ենք, կամ քիչ է խոսում, կամ չի խոսում, կամ հեշտացնում է իր կյանքը այլ կերպ ձևակերպելով, որ իրենից շատ չպահանջեն երկարաշունչ նախադասություններ, եւ այո, եթե մենք նայում ենք տարիքային չափորոշիչներին, այստեղ ունենք նվազ վիճակ համեմատած տարիքային չափորոշիչների հետ։ Որն է լինում խնդիրը, երբ երեխան ունի խոսելու հնարավորություն, ինչպես եւ դուք նշեցիք, սակայն գերադասում է կարճ ձևակերպումներ անել, առանձնապես երկխոսության չբռնկվել, ինչպիսին է երեխայի խնդիրը, արդյոք ունի խնդիր թե ոչ։ Նորից եմ կրկնում, եթե իսկապես իրեն հետազոտել են, սա մանկաբույժների դաշտն է, մանկական նյարդաբանների դաշտն է, լոգոպեդների դաշտն է եւ մարդկանց, ովքեր պատասխանատու են նյարդային բարձրագույն ֆունկցիաների համար, դա գնահատելու եւ այստեղից դուրս բերելու։ Փոխարենը հիմա եթե ես իմ դաշտից խոսեմ, պիտի ասեմ, որ այս երևույթը, որ դուք նկարագրում եք, ավելի հատուկ է վերջին 10-15 տարիներին եւ պատճառներից մեկը նաև այն է, որ երեխաների հետ քիչ են խոսում։ Կլինի դա ընտանիքներում, կլինի դա միջավայրում։ Մի տեսակ խոսքային տևողությունը, որ առաջ կար տանը խոսք, ինքը նվազել է։
Ծնողները շատ զբաղված են լինում, ունենում են դայակներ, որոնք գերադասում են, երբեմն խոսել, երբեմն էկրանի առաջ նստածնել, հա, սա էլ կա։ Երբեմն ինչ որ բաներ այնքան հեշտ է արվում, որ բացատրության կարիք չունի։ Երբեմն երեխայի կարիքները այնքան արագ է բավարարվում, որ ինքը չի հասցնում հարց ձևակերպել եւ այդ հարցին ստանալ պատասխան։ Գիտեք ինչ է տեղ ունենում, աղքատացում։ Այսինքն, եթե խոսքային միջավայրը չի նպաստում, երեխան կարծես չի հասկանում ինչպես պետք է լինի։ Հիմա ես ուզում եմ մենք մտովի հետ գնանք տարիներ առաջ, երևի թե մեր մանկություն, ու հիշենք, որ եթե ընտանիքում ապրում է մի քանի սերունդ, տատիկներ, պապիկներ, թորաքուրեր, մի խոսքով մարդիկ, եւ այդ մարդիկ ժամանակ էին հատկացնում այդ երեխային։ Ժամանակ ավելի դանդաղ էր ընթանում, ժամանակ կար ինչ-որ մի հեքիաթ լսելու, մուլտֆիլմերը խոսքային էին, այսինքն կային տեքստեր կամ դասական երաժշտություն, որ ժամանակ երեխան կենտրոնանում էր, որ հասկանար ինչ է ասվում այնտեղ, կար մի փոքր դադարներով խոսք, բացատրություն կամ երեխան շատ հաճախ անցկացնում էր ժամանակը այն մարդկանց հետ, ովքեր իրենց ձեռքից բռնած տանում էին իրենց խանութ էին տանում էին մամայի, պապայի աշխատանքի տեղը եւ այնտեղ կար խոսակցություն, երկխոսություն, երեխային խոսում եւ առաջարկում որ պատասխանի, սպասում էին իրենց այդ պատասխանը։ Ապա այսօր մենք ավելի շատ գործ ունենք կարճ, հակիրճ, արագ սպասարկվող էկրանի արագությամբ, բաշի ժամանակի արագության հետ, հա, եւ երեխան կարծես չի հասնում կուտակել այդ խոսքի մշակույթը։ Եվ եթե ինքը գիտի հիմնական բառերը, գոյականները, բայերը, ինքը հանգիստ կարող է դրանով ապրել։ Կարիք չունի գեղարվեստական խոսք կառուցել, հարցեր ձևակերպել, այսինքն աղքատացել է խոսքը։ Առհասարակ բոլոր երեխաների մոտ բացառությամբ քչերի կարիք չկա երկար խոսելու, կարճ, արագ։ Տեսեք, միջավայրը երեխային կամ տրամադրում է հաղթահարել իր խնդիրները, կամ ընդհակառակը արմատացնում է խնդիրը ուռճացնելով եւ երեխան իսկապես սկսում է մտածել, որ սա իրեն մոտ լուրջ է, այստեղ ինքը չունի կարողություն, սա միջավայրն է եւ այս միջավայրը մենք կարող ենք տեսնել եւ ընտանիքում, եւ բակում, եւ մանկապարտեզում, եւ դպրոցում։ Հենց այդպես էլ արտահայտությունը անում են։ Ասում են, դե այս երեխան չի կարողանում խոսի, իրեն մի հարցրեք, ինքը չի կարողանում խոսել։ Եվ հետո արդեն այդ երեխան խոսում է եւ ինքը իր բերանով ասում է, դե ես չգիտեմ խոսել, բայց ինքը հենց նոր դա ասեց։ Ինչպիսին պիտի լինի վերաբերմունքն ու պահվածքը հատկապես մասնագետների, դպրոց, մանկապարտեզ, դայակ, որպեսզի ոչ թե երեխայի խնդիրը արմատացնեն, այլ նպաստեն լուծմանը։ Հրաշալի հարց եք տալիս, այսօր մենք ի վերջո ունենք բավական մեծ բազմամասնագիտական թիմեր դպրոցներում, պարտեզներում, որոնք հատուկ այնտեղ են այդ խնդիրը մանկավարժի հետ կողք կողքին լուծելու համար։ Խոսքս լոգոպեդների մասին է, որոշ դեպքերում հոգեբաններն են միանում այս աշխատանքին, եթե խնդիրը ավելի խոսքային չի, այլ հոգեբանական է եւ դա էլ կա, երբեմն հատուկ մանկավարժներն են միանում, եթե մտածողության պոչիկն է խոսքը, որը լավ չի աշխատում, եւ այստեղ նստում, պիտի նստեն եւ մանկավարժի հետ, մարդու հետ, ով վարում է այդ երեխային, պիտի նստեն եւ մշակեն ընթացք։ Երբ մենք պիտակավորում ենք երեխային ասելով, դե ինքը չի խոսում, կամ լավ իրեն թողեք հանգիստ, կամ լավ ինքը համաչում է, ինքն էլ է հարմարավետ, գիտեք դրա մեջ տեղավորվում, ահա եւ վերջ, լավ է, թող ինձ թողում են հանգիստ։ Ասեն ձեզ, ունենալով փորձ լոգոպեդների հետ աշխատելու, իրենք էլ կարող են մոտենան ասեն մի կրկնեք լրացուցիչ։ Դա ուրիշ բան է, այսինքն մեկ անգամ ասեք, բայց ներքաշեք այդ երեխային։ Բերեք իրեն այդ դաշտը, որպեսզի թեկուզ պասիվ, թեկուզ մեկ բառով, երկու բառով, բայց ինքը ստիպված ունի մասնակցել քննարկումներին, ինքը պիտի տա իր պատասխանը, այստեղ տարբեր գործիքներ կան, գլխարկ ես դնում, ասում ես գլխին գլխարկն է, նա պիտի պատասխանի, այսինքն ինքը հասկանում ինքը խաղի մեջ է, եւ երբեմն այդ բնական խաղային միջավայրում ինքը չի զգում, որ ինքը հիմա խոսում է։ Ինքը հիմա ինքն է, հետո մյուսն է, եւ մի բառ ասեց, երկու բառ ասեց, գովեստ անցանք առաջ։ Մինչև որ մենք խրախուսելով կբերենք նրան, որ այդ արհեստական ինքը խոսել չգիտի, եթե դա իհարկե չունի իր տակ այլ լուրջ խնդիր։ Եթե դա ուղղակի այդ քչախոս երեխան է կամ մտքեր չձևակերպող երեխան է կամ դժվարացողն է, բառապաշարի պակաս ունի, սա հարթվող երևույթ է, եթե դու իրեն պարբերաբար ներքաշում ես, ինքը բոլոր իրավիճակներում գիտի, որ իրեն մեկը հիմա պիտի ներքաշեն, ինքն է պատրաստվում դրան։
Եթե խոսում ենք նախադպրոցականներից, այստեղ իմանալով որ ծաղրը բացառվում է, չարախնդալը բացառվում է, այստեղ պետք է ստեղծել մթնոլորտ, որ երեխան մի բանը սխալ ասեց, փափուկ անցկացնում ենք, որովհետև իրենք շատ զգայուն են, եթե ինքը խոսեց, ինչ որ մի բան սխալ արտասանեց կամ արտաբերությունն է սխալ եւ ինչ որ մի հացի ծաղ, ինչ որ կճկճոց, վերջ, ինքը կարող է փակվել։ Բայց եթե մենք ստեղծում ենք այդ հոգեբանական ապահով միջավայր եւ ինքը գիտի, որ ինքը մի բան էլ պակասի դա հարթ կանցնի, ինքը վաղը համարձակություն է ձեռք բերում մի բան ավելացելու։ Բացի դրանից, եթե մենք խոսում ենք ինչ պետք է անեն մասնագետները, ովքեր իր հետ են, մասնագետը իր գործը գիտի, մարդ ով վարում է մասնագետին զուգահեռ, պետք է մենք ուշադիր լսենք հատկապես ինչ են առաջարկում մասնագետները։ Եթե ասում է օրինակ, ինչ որ դաս է կամ պարապմունք է, տարբերակված մի որևէ առաջադրանք է պատրաստվում, մի քանի երեխայի համար այդ թվում եւ իր ոչ թե առանձին բերում ես քեզ։ Տարբերակված եւ բարբերաբար դասարանում կամ խմբում արվում է այդ տարբերակված վիճակները, մի օր դու կլինես, մի օր դու կլինես, եւ մենք հասկանում ենք, որ մենք միշտ տարբեր բաներ ենք անելու։ Եվ այդ անջրպետը, որ իրենք բոլորը այսպես, իսկ ես էսպես, սա չի լինում։ Դա բնական վիճակ է, այսօր ես այս մի բանն եմ անում, մյուսը դա իհարկե մանկավարժի ստանում է ժամանակ, որովհետև դու պիտի պլանավորես դա, պիտի պատրաստես դա, պիտի պատկերացնես վարելու ձևը, բայց սա շատ է օգնում։ Երեխան գիտեք ինչ է, հոգեբանական կապանքներից սկսում է ձերբազատվել։ Այս կարևոր եմ կարծում։ Ես հենց այդ հարցն եմ ուզում տալ, հոգեբանական տրամադրվածությունը երեխայի միջավայրի հանդեպ, որտեղ ընդունում են, որ ինքը չի խոսում եւ շեշտադրում են, եւ այնտեղ որտեղ չգիտեն, նա խոսում է թե չի խոսում, տվյալ երեխայի պահվածքը լինում է շատ տարբեր։ Համաձայն եմ ձեզ հետ, այո։ Այս դրա մասին, այսինքն ըստ էության հոգեբանական տրամադրվածությունը ուղղակիորեն ազդում է նրա խոսքի զարգացման վրա։ Կարող է ազդել, նորից եմ կրկնում, եթե մենք չունենք դժվարության այլ հիմք։ Եթե մենք ուղղակի ունենք այդ խուսափելը, այո, եթե նա հայտնում է միտեղ, որտեղ ինքը պիտի կարիքներ բավարարի, եւ բոլորը ինձ դա սպասում են, եւ ինքը ուզի թե չուզի, մի պահ պետք է դիմի։ Այստեղ գիտեք ինչն է, տանը կամ այդ միջավայրում, որ դուք ասում եք, իրեն գիտեն, շատ հեշտ առանց խոսքի արտաքին սիգնալներով շուտ հասկանում են իրենց ինչը բավարարում են կարիքը։ Երեխան երբեմն պետք է դնես բարի սամանեցեք, հպես պատին, որ ինքը ստիպված լինի վճարի բառերով, հա, վճարի վայրտայի նման վճարի այդ բառերով, որպեսզի ստանա իր ուզածը։ Այսինքն, եթե մենք ունենում ենք հնարավորություն դնել այդ երեխային մի այնպիսի իրավիճակում, որտեղ արագ իրեն չեն հասկանալու, ինքը քայլ անում է իր կարիքը բավարարելու համար, ելնելով սեփական պահանջմունքից։ Միևնույն ժամանակ, եթե դա բավական խորացած է, ինքը կարող է ամբողջ մի օր մի անկյունում թաքնվել եւ ստուգել միջավայրը։ Որոշակի մասնագետներ ստիպում են երեխային խոսել, օրինակ, ընդհանուր մինչև ծառավ է ջուր է ուզում խոսել, ասում են մինչև չասես ջուր, այդպես ծառավ էլ կմնաս։ Երեխան սկսում է լացել, նյարդայնանում է, հաջորդ անգամ չի ուզում այդտեղ գնալ։ Սա ինչպիսի մեթոդ է, դուք ընդունում եք այս մեթոդը։ Այս մեթոդը հիմնական կիրառվում է դեպքերում, եթե մենք ունենք այլ դժվարություններ, եւ ես գիտեմ երեխաներ, ում սա օգնել է։ Ես հասկանում եմ, որ սա ոչ թե թվում ընդհանուր առմամբ մարդկանց, բայց ասեմ նաև, որ կան մեթոդներ, որովհետև եթե մենք խոսում ենք դժվարության մասին, որը ունի այլ հիմք, իրենց մտածողությունը մի փոքր այլ է, իրենք հասկանում են կարճ ձևակերպումները, հրահանգը, որը հրամանի է նման, բայց դա է ընկալում իրենց ուղեղը եւ ճանապարհը դա է։ Ինքը շատ նեղ է, սպეციფիկ է եւ բոլոր երեխաների համար չէ, բայց կան դեպքեր, երբ որ այդ ձեր ասած ջուր եմ ուզումով կոտրվում է սառույցը։ Չեմ դիտարկի սա, չեմ քննարկի սա, որովհետև սա հատուկ աշխատանք է եւ թող համապատասխան մասնագետներ սրա մասին խոսեն, բայց ընդունված մեթոդ է եւ այն աշխատում է եւ ունի արդյունք։ Երեխան, ով ընդունում է, որ ինքը ունի խոսքի սահմանափակում, արդյոք սա նշանակում է, որ այլ իր պահանջմունքներում նույնպես նա հոգեբանորեն իրեն սահմանափակ է համարում, իր ցանկություններում, իրավունքներում, ինքնաընկալման, պակաս կարևոր ու լիարժեք է իրեն զգում իրեն ընկերների հետ համեմատ։
Երկու պատասխան ունի ձեր հարցը։ Մի դեպքում ինքը այո, ձեր նկարագրածն է, որովհետև ինքը իրեն պակաս կարողունակ է զգում։ Եվ հետևաբար կարող է խուսափել խաղերից, խուսափել այնպիսի իրավիճակներից, որտեղ խոսքով պատասխան է պետք է հարց պատասխան։ Ինքը կխուսափի եւ կաղքատացնի իր կյանքն ու առօրյան։ Երկրորդ դեպքերում, երբ որ ինքը այդտեղից ունի հոգեբանական շահ ունի, ինքը շատ հարմարավետ տեղավորվել է ճակերտների մեջ իհարկե, հարմարավետ տեղավորվել է այդ ես չեմ խոսում, հիմա դուք իմ կարիքները բավարարեք, որովհետև նաև սա ունենք, երբ որ ուսուցիչները կամ ծնողները կամ մարդիկ, ովքեր այդ երեխայից շփվում են, ապահովագրում են իրեն, դե ինքը չի խոսում, օգնի իրեն։ Եվ այս երեխան հասկանում է, որ իր չխոսելու պարագայում ինքը ունի շատ Հեշտանում է։ Այո, եթե իրեն դրել են այդ միջավայրում, որտեղ ինքը զգում է իր առավելությունը, ապա խորացում են այդ վիճակը։ Փոխարենը երբ երեխան հայտնում են վիճակում, որտեղ ինքը նեղվում է նրանից, որ չի խոսում, եւ գիտակցում է իր պակաս ակտիվ լինելը, հնարավոր է սա դեր խաղա, որպեսզի ճիշտ կառուցած աշխատանքի պայմաններում խթանի խոսքը կամ հաղորդակցումը։ Երեխան սկսում է խոսել, արդեն որոշակի բառեր է արտաբերում, նախադասություններ է կազմում, ապա լռում է մի քանի տարով։ Սա ինչ է, ստրեսի հետևանք է, լինում է, որ որոշակի վախերից հետո են երեխաները լռում այս մասի։ Սա արդեն նյարդաբանական դաշտ ենք մտնում, բայց ասեմ այո լինում է այդպես, եւ շատ հաճախ դա պոստ-տրավմատիկ վիճակներն են, երբ որ երեխայի ներսում տեղի ունենում մի իրավիճակ, որ ինքը լուծել չի կարողանում։ Ոչ կյանքի փորձն է բավարարում, որպեսզի ինքը իրեն բացատրի այնինչ տեսել է կամ ինչի միջով անցել է, ոչ կարողանում է դա հանել, որպեսզի հանի քննարկման եւ իրեն բացատրեն։ Կարծես երկաթե վարակույրը այսպես փակվի իր առաջ եւ ինքը մնա այնտեղ։ Իրականում այդ երեխայի հոգին ներսում վհավում է։ Եթե մենք խոսում ենք պոստ-տրավմատիկ երևույթների մասին, դա օրինակ երեխաներն, ովքեր անսպասելի երկրաշարժի մեջ են եղել կամ պատերազմական իրավիճակների, սա ավելի շուտ ինում է, երբ որ շատ անսպասելի է սա լինում։ Այսինքն հոգեկանը պատրաստ չի եղել նման ինչ-որ մի բանի եւ անսպասելի ուժեղ ցնցում եւ փակվում է աշխարհի դռները։ Այդ թվում եւ ոնց որ ենթակիցաբար ես չեմ ուզում աշխարհի հետ կապ ունենամ, հա, այստեղ նաեւ այդ խոսքն է, որովհետեւ իր ներսում անընդհատ պտտվում է այդ վիճակը եւ ելք չի գտնում։ Սա ավելի քիչ է հանդիպում ավելի հասուն տարիքում, թեև լինում է դա, որովհետև ամեն դեպքում մի փոքր մեծ տարիքի մարդը, գոնե դեռահասը կամ ավելի հասուն մարդը, կարողանում է ինքնին համար բացատրել սա։ Մեր հոգեկանը շատ չի սիրում տառապանք եւ լուծումներ է տալիս։ Ինքն իրեն տալիս է լուծումներ, մի բացատրություն, մի մեկնաբանություն կամ մեծահասակ մարդի վերջը կարող է դիմել օգնության։ Փոքր երեխան չի կարողանում կապել իր անցած ճանապարհը եւ այդ տրավման չի կարողանում կապել իրար հետ, ոնց որ մի ցնցումային մի բան է տոն աշխարհը վերջացա։ Այստեղից կարող է այդ լռությունը լինել, թեև ասեմ, որ լավ մասնագետները, մարդիկ ովքեր կարողանում են թափանցել այդ լռության մեջ, տարբեր մեթոդներով եւ արտ թերապիայի միջոցով եւ ֆիզիկական հատուկ վարժությունների միջոցով աստիճանաբար կարողանում են այդ երեխային այդ լռությունից, այդ քարանձավից հանել դուրս։ Սկզբում թուլացնում են, դրսևորման այլ եղանակներ են առաջարկում, կարծես փոքր դուռ բացեն, ասեն աշխարհը անվտանգ է, արի նայ մի հատ դուրս տես լույս է, մի վախեցիր։ Աստիճանաբար, բայց դա աշխատանք է պահանջում եւ այսօր այդպիսի երեխաներ եւս կան կապված մեր իրավիճակի հետ։ Հայաստանի իրավիճակ։ Հայաստանի, ես ասում խոսքը Արցախահայ երեխաների հետ, այո, իրենք կան եւ ոչ միայն խոսքի դժվարությունով կամ լռելով, այլ նաեւ այդ կրում են իրենց ուսերին սա, որովհետեւ ականատես են եղել բաների, որ սկզբունքորեն ցանկալի էր, որ ոչ մի մարդ ականատես չլիներ, նաեւ իրենք։ Բայց այո, մենք սա ունենք այսօր։ Տիկի Պապյան, տեսեք, երբ երեխան 2 տարեկան է, 3 տարեկան է, մի քիչ նույնիսկ կարող է եւ ավել լինել եւ չի խոսում։ Արդյոք սա նշանակում է, որ նա մտավոր խնդիրել ունի, նրա ինտելեկտը չի համապատասխանում իր տարեկիցների ինտելեկտին եւ հույզերը նույնպես բթացած է։ Շատ հաճախ այո, որովհետև խոսքը իմացական գործընթացներից մեկն է։
Ես սկզբից մեր խոսակցության ասացի, որ խոսքը հաստատեպ է լինում որպես առանձին բլոկով հանդես գա։ Խոսքը դա մտածողության, ընկալման շարունակությունն է։ Այսինքն, երբ մենք տեսնում ենք երեխայի դժվարությունները, երբ նա խոսում է, մենք հասկանում ենք ընկալեց մեր ասածը, թե չէ, որտեղ մենք հարց եք տալիս, ինքը ինչ որ բան է պատասխանում, մենք պատասխանից հասկանում ենք այնտեղ ներսում ինչ է կատարվում։ Ոչ միայն մասնագետները, ծնողները, հարազատները, առհասարակ մեծահասակը խոսում է երեխայի, տված հարցից եւ հարցի պատասխանից դու հասկանում ես, այնտեղ ընկալեց թե այս ինչ սուր է մտածում, ասում ես, այս երեխան, այս ինչ արագ միտք ունի, ոնց տակից դուրս եկավ, չէ՞։ Այսինքն մենք ոնց ենք դա հասկանում պատասխանից։ Եթե երեխան չի խոսում կամ սակավ է խոսում կամ դժվարություններ ունի, այո, հաճախ մենք գործ ունենք երևույթի հետ, որը ավելի խորն է, քան պարզապես խոսքը։ Մտածողությունը, ընկալումը, դրանք են հիմնակարերն են, որի վրա կառուցվում է խոսքը։ Նաև այստեղ չենք բացառում ստուգելը պարտադիր լսողությունը, որովհետև երբեմն չլսող երեխան կամ վատ լսող երեխան եւս մի տեսակ ուրիշ դժվարություններ է ունենում եւ այո մտածողությունն էլ է այստեղ տուժում, որովհետև լավ չընկալեց ինֆորմացիա մպսի վերամշակի, այսինքն եթե մենք շատ հիմա հատկապես եթե խոսում ենք չխոսող երեխայի մասին, առաջին հիմնական գործը պետք է ստուգել արդյոք մտածական գործընթացները, իմացական գործընթացները, մտածողությունը, ընկալումը եւ մնացած գործընթացները արդյոք ամեն ինչ բարվոք է այստեղ։ Ինչպես է ստուգում այդ գործընթացը տեղի ունենում։ Դա թեստավորման ձևեր կան, սրանով հիմնականում ավելի շուտ զբաղվում են կամ հոգեբանները կամ հատուկ մանկավարժները, բարձ թեստեր են, նայած տարիքին, հա, մենք ունենք տարբեր տարիքներ, առաջինը պիտի որ այս նրբությունները նկատեն մանկաբույժները։ Երբ որ երեխային տանում ես, իրենք շոշափում են, այդտեղ ռեֆլեքսների մակարդակ եւ այլն, աստիճանաբար եկավ հասավ 3 տարեկան, մանկական նյարդաբանները ֆիքսում են փոքրիկ այդ անհամապատասխանությունը։ Թեև ես ասեմ, տարեկան չափորոշիչն էլ պետք չի ընկալել իբրև քարի վրա գրված մի բան, ինքը ճկուն է, այսինքն ինքը ունի դիապազոն, այստեղից այստեղ համարում է տարիքի համար ճիշտ։ Հիմա մեր երեխան կարող է այս սահմանին մոտ լինել, այս սահմանին մոտ, այնտեղ լինել մեջտեղում։ Բայց եթե մեր տարանջատումը մեծ է, գրեթե 1 տարի հետ է, 2 տարի հետ է, այստեղ պարտադիր պետք է սկսել մտահոգվել եւ անցնի երեխան թեստավորում հատուկ, որի ժամանակ խաղ են կազմակերպում երեխաների հետ, խաղեր, դա կարող է լինել ինչ-որ գունավոր գնդակներով եւ այլ, բայց իրականում այդ խաղի ընթացքում մասնակետը որսում է այն փոքրիկ նշանները, որոնք վկայում են իմացական գործընթացների ուժեղ կամ թույլ լինելու մասին։ Մենք խոսեցինք այն մասին, որ երեխան մեծ ստրես, հոգեկան հարված ստանալուց հետո կարող է լռել։ Հակառակն էլ է տեղի ունենում։ Այո, հակառակը շատախոսությունն է, երբ երեխան անընդհատ հույսեր է դուրս բերում, որովհետև վախենում է լռությունից։ Ներքին։ Նա ուզում է անընդհատ լինել կոնտակտի մեջ, կարծես թե խոսելուց անընդհատ բռնած է մեծահասակի ձեռքը։ Եվ նա ձգում է կոնտակտը։ Մենք նույնիսկ սանում ենք, որ ձգելով են խոսում, երկարացնելով են խոսում։ Մի բան պիտի քեզ ասեն, երկար են ասում, նաև հնչյուններն են ձգում կամ երկար խոսում են ու պահում են այդ կոնտակտը, չփախնես ինձանից, մնա կողքիս։ Սա ունենք, սա էլ ունենք այն դեպքերում, երբ որ երբեմն երեխան չլսված է իրեն զգում տանը, դա էլ է լինում։ Ուշադրություն դարձրեք ինձ։ Եթե մենք խոսում ենք ստրեսի հետևանքով շատախոսությունը, սա կարծես գիտեք, այսպեսի օրինակ բերում ոնց ուղեղը տաքացած լինի, գոլոշին ուզենա դուրս գա։ Չչա, ոչ միայն խոսի, չչա, բղավի, դուրս բերի, նա այդ իր ներսի կուտակված այդ անհասկանալի հույզերը, որ ինքը չի հասկանում եւ չի կարողանում իր համար բացատրի, դատարկում է այլ կերպ։ Ձայնի միջոցով, խոսքի միջոցով, երբեմն նկարելու միջոցով փորձում է ազատվել։ Ըստ կողմում, եթե մենք գործունենք ուղղակի երեխայի հետ, ով շատախոս է եւ այսպես հոգնածվում է, պիտի մի փոքր խորնայենք, ինչն է սրա պատճառը, ինչի ուզում որ անընդհատ դու իր հետ կոնտակտի մեջ լինես, ինչից է ինքը վախենում կամ որտեղ է իր այդ բացը, այդ ինչ դեֆիցիտ է լրացնում այդ երեխան։ Այո, դա է լինում է։ Դա էլ է դժվար, բայց ավելի կառավարելի է, քան լռությունը։ Իդեպ այս նույն տարբերակում մեծահասակներն էլ երկար ժամանակ տանը մենակ մնալուց հետո, երբ ինչ որ մեկը ներս է մտնում, անտաժամերով կարող են խոսել
տարվա օրվա նույնիսկ օրերի կուտակում միանգամից դուրս հանելու համար երեխան ով սիրում է անդադար խոսել երկու լեզվով երեխան ով օգտագործում է մի քանի լեզու եւ տանն են մեկից ավել լեզուներ, երկուսը կարող է լինել, երեքը կարող է լինել, շատ է սիրում խոսել, բայց մեկ նախադասության մեջ կարող են լինել բազմա լեզու նույնիսկ YouTube-ում, մուլտֆիլմում է տեսել, արդյոք մի քանի լեզվի օգտագործումը կենցաղում ուշացնում է խոսքը երեխայի մոտ կամ դժվարացնում է մտքի ձևակերպ Ես կփորձեմ պատասխանել չմտնելով լոգոպեդական դաշտ, բայց ասեմ, որ գոյություն է բիլինգվիզմ հասկացություն, երբ երկլեզվություն կամ եռալեզվություն միաժամանակ տրվում է։ Մեր հոգեկան ունի հրաշալի որակ, որը կոչվում է imprinting, դաջում։ Երբ որ երեխաները շատ փոքր են, իրենք չեն վերլուծում, ուղղակի դաջվում է իրենց ուղեղի համապատասխան հատվածում հայրենի լեզուն։ Մենք ընկալում ենք մեր օժանդակ բայերը եւ այլն, այսինքն մեր լեզուն բավական բարդ է, բայց մենք յուրացնում ենք իրեն առանց քերականություն հասկանալու, դաջվում է գլխի մեջ, դա կոչվում մայրենի լեզու, որտեղ մամաների հետ եք շփվում։ Եթե այդ տարիքում երկու լեզու ես դու նույնիսկ երեք, ինքը դաջվելու է։ Ծնողներ ուզում են օգտվել դրանից եւ երեք լեզու, երկու լեզու ավտոմատ դնում են, հույս ունենալով, որ այդ երեխան ավտոմատ դարակների մեջ կդասավորի այդ երեք լեզուները։ Բայց սա մեթոդիկա է։ Սա կառուցվածք ունի, բիլինգվալ կրթությունը ունի կառուցվածք։ Այնիշ ծնողները մտածում են, թե անգլերեն մուլտիկ միացնեն կամ հորքուրկա հետ ռուսերեն խոսի, լրիվ նորմալ է, բայց իրականում կարող է այդպես չլինել եւ առաջանա ոչ թե բիլինգվալ վիճակ, այլ խառնալեզու։ Մենք այդ բառը նոր լրություն ոչ միշտ, բայց խառնալեզվություն։ Այսինքն երեխան չյուրացնելով խոսքի յուրաքանչյուր լեզվի խոսքի կառուցվածքը իր մոտ տեղի ունենում փոխարինումներ եւ որևէ լեզուն լիարժեք ինքը չի յուրացնում։ Դրա համար բիլինգվալ երեխա մեծացնելու համար նպատակահարմար է հետեւյալ ձևը, որ ծնողներից մեկը ընտրում է մեկ լեզու, օրինակ անգլերենով խոսում է հայրիկը միշտ, հայերենով խոսում է մայրիկը միշտ։ Այստեղ հնարավոր է մենք իսկապես 4-5 տարեկանում ունենանք երկու լեզվի գերազանց տիրապետում, որովհետև բնությունը մեզ նվեր է արել այդ դաջելու հնարավորությունը որ տվել է, մենք ճիշտ ենք դրել, այդ դաջելը ճիշտ, բայց երբ որ այդ գիտեք խառը ալիքների նման գալիս են, տարիներ հետո հնարավոր է, որ այդ երեխան այդպես էլ որևէ լեզվով կարգին չխոսի, այդպես լինում է։ Մենք մեծահասակներ ունենք, երևի դուք եք նկատել, ես ռուսախոս եմ կամ ես ռուսական կրթություն ունեմ, ոչ ռուսերեն է լիարժեք փայլուն խոսում, ոչ հայերեն, նախադասության կեսը աղավա, պատիվ դու հոգնում ես դա լսելուց, ճիշտ է։ Հիմա կամ օրինակ հիմա այս անգլիցիզմները, չէ, որ կամ խոսքի կեսը երիտասարդությունը մի հատ sense անգլերեն, ինքը հա ոճական է, բան չեմ ասում, բայց եթե մի րոպե ասես, մի վարքան, մի հատ կարող ես ամբողջ հայերեն ասել։ Կարող ես, ինքը կարող է սայթակին հասայթակի, որովհետև չի կառուցվում գլխում, որ լեզվից դուրս բերի։ Փոխարենը կարող է լինել, եթե փոքր տարիքում դրվել է 2-3 լեզուն, մի քիչ ավելի մեծ տարիքում, արդեն դա դասավորվի դարակներում, եթե այդ մարդը նախ ունի լսողական լավ ընկալում կամ լեզվական լավ ընդունակություններ եւ 3 լեզուն էլ ակտիվ է պահում, կարդում է ինչ որ բաներ, որտեղ համակարգված է, ֆիլմ է դիտում այդ լեզվով միայն, հա, իր մոտ կարող է դասավորվել, այսինքն այստեղ մի տեսակ լոտո է էլի, չգիտես ինչ կլ, շահի կամ ոչ, հա, չէ, բայց կարող է նաև լինել այդ խառնալեզու վիճակը եւ ինքը իրականում հոգնեցնում է լսողի։ Տիկին Պապյան, այս դաջելու ոսկյա տարիքը, երբ հնարավոր է երեխան կատարյալ սովորի մի քանի լեզու, որ տարիքից մինչև որ Թամապես մեկ, տեսեք, մենք խոսում է երեխան 1 տարեկանից մոտավորապես, բայց պասիվ բառապաշար կուտակում է ավելի վաղ։ Այսինքն ինչ է պասիվ բառապաշարը, ինքը գիտի այդ բառը, բայց չի ասում։ Կամ մատիկով է ցույց տալիս, ասում ես, օրինակ, լույսը որտեղ է, ինքը մատիկով ցույց է տալիս, ինքը հասկացավ լույսը եւ որտեղ բառը, դա արդեն պասիվ բառապաշար է։ Կամ օրինակ ինքը ասում է բու, բայց միշտ բուն ասում է ջրին, դա արդեն կարելի ասել բառ է, այդ փոքրիկ միավորները։ Այսինքն ինչ է ստացվում, երեխան դաջում է մի քանի ամսականից, եթե ոչ ծնված պահից, նստում է։ Երբ է ինքը դա արդեն ավարտվում է ոսկե դարպասները, երբ է փակվում, երևի նախադպրոցական տարիքի վերջում, թեև եթե լավ զարգացած են,
Այդ երկար գնում է, բայց այդ դաջվածքը, որովհետև տեսեք, մեխանիկական հիշողությունն է սա իրականում։ Երբ որ մենք տրվել է բնությունից նվեր մեխանիկական հիշողություն, որ երեխան առանց մտածելու յուրացնի աշխարհի գիտելիքները նրա համար, որպեսզի կենթանի մնա։ Դե եթե մենք sense գնանք հետ, հա, այն մեր նախնադարյան վիճակներին, այսինքն ձագին փրկվելու համար պետք է հմտություններ։ Ոնց ինքը պիտի անի, ինքը պիտի ունենա այդ առանց մտածելու վերցնելու այդ հնարավորությունը, հա, եւ ինքը հասկանում է, որ մաման դա փրկությունն է, մեծահասակը եւ ուշադիր նայում աչքերի մեջ կրկնում եմ կամ անում եմ այն, ինչ ինձ ասվում է, որpիսի ես կենթանի մնամ։ Ու այս մի քիչ ինքը շատ խորը բաներ են, բայց մեր այսօրվա կյանքն էլ է այդպեսին, փոքր երեխան որ ծնվում է, նա կախյալ է։ Եվ նա վերցնում է քեզանից ու աշխարհից այդ վժվանյայի անհրաժեշտ պատեռնները։ Երբ որ գալիս է ժամանակը, օրինակ, այդ գերազանց մեխանիկական հիշողությունը, մեծահասակներս անես փայլուն հիշողությունն է, աշխարհի բոլոր մայրաքաղաքները գիտի։ Հարգելիս, ապսոս չի դա լցրել ես դրանով։ Հասկանում եք, մեծահասակ օգտվում է այդ նվերից ու լցնում է այնտեղ մի բան, որը իրականում այդ երեխայի կյանքի համար բոլորովին պետք չի։ Լցնում են մայրաքաղաքներ, լցնում են դրոշներ, լցնում են, չգիտեմ, ինֆորմացիա, որ անհնարին ձևով երեխան կարողանում է պահել դա մտքի մեջ, հիշողության մեջ եւ վերարտադրել, երբ կարիք կա։ Եվ դա sense փառավոր է, բոլոր ծափահարում են։ Սա խելքի մասին չի, սա այդ բնության նվեր դաջված այդ մեխանիկական հիշողության մեծ ծավալն է, որը երեխային պիտի օգնի, բայց մենք մեր էգոն շոյելու համար լցնում ենք ինչ որ բաներով, որ ստանանք ծափահարություններ։ Տվյալ ժամանակահատվածում երեխա եւ առհասարակ մարդու գիտելիքների հիշողության ծավալը սահմանափակ է, թե հակառակը մարզման պես մի բան է։ Եթե երեխան այսօր սովորեց աշխարհի բոլոր մայրաքաղաքները, նրա հիշողությունն ու միտքը ճկունանում է, այլ բաներ ավելի հեշտ է սովորում եւ տարողունակությունն էլ հիշողության մեջ Համաձայն եմ ձեզ հետ, եթե դա կապված է կյանքի հետ։ Եթե մայրաքաղաքները իր կյանքի հետ կապ չունեն, իրենք մի տեսակ անցնելու են ընդհատակ եւ այնտեղ մնա։ Էլի բարձիր, բայց այնպիսի բաներով, որը իր առօրյայի հետ է կապված։ Այսինքն, եթե այդ բոլոր տեղեկությունները կամ գործողությունները կամ խաղերը կապ ունեն իր կյանքի հետ, դա այդ ձեր ասած ուժեղանում եւ ընդլայնվում է։ Եթե դա ուղղակի ինֆորմացիա է, որը իր կյանքի առօրյայի հետ կապ։ Այսինքն անկիր է արել առանց հասկանալու թե դա ինչ է։ Ընդունենք ասում է այսինչ երկրի մայրաքաղաքը չի հասկանում ինչ է նշանակում երկիր, մայրաքաղաքը ինչ է նշանակում եւ որ մայրցամաքում է դա գտնում, այսինքն ինքը չի ընկալում դեռ դա։ Բայց եթե դու առօրյայի մեջ դա տանես, էլի դու լցրու այդ ակտիվացրու այդ հիշողությունը մի դեպքում մեխանիկական, մի դեպքում արդեն պատճառահետևանքային կապերի վրա ստեղծված, այո հնարավոր է ընդլայնել, այո հնարավոր է մեծացնել ու պահել ծավալով, հնարավոր է մարզել։ Ես համաձայն եմ ձեզ հետ։ Մեխանիկական հիշողություն դա մի բան է, որով մենք բազմապատկման նախոսակն ենք սովորում։ Հո մենք վարկյանը մեկ չենք գումարով բոլորի։ Այո, ֆիքսում ենք։ Այսինքն դեպի դպրոց դեռ երեխան սա ունի։ Առաջին դասարանի երկրորդ դեռ մեխանիկոն այդպես վերցնում է։ Հետո մենք մեր դառուցված է նաև մեր կրթական ծրագիրն այնպես, որ երեխան պիտի տրամաբանի։ Հենց մտավ այդ մտածի դասավորի վերլուծի դասավորի դարակներում մեխանիկականը սկսում են նվազել կարևորությունը եւ մնում է մի քանի բանի համար։ Մենք էլ ունենք։ Դուք էլ մեխանիկական հիշողություն։ Ուղղակի մենք հաճախ չենք իրենց օգտվում, որովհետեւ ինքը մենակ մի տեսակ sense ավտոմատ բաներ հիշելու համար է, մեքենայի համարներ, չգիտեմ ինչ որ մի բան, որը ասոցիատիվ կապեր չունի։ Սովորաբար մենք սկսում ենք արդեն կապել ինչ որ բանի հետ, որ հիշենք։ Ուզում եմ մի հետաքրքիր երևույթի մասին խոսենք, որը նորից խոսքի ու լեզվի հետ է կապված, մայրենի լեզու, մենք խոսեցինք այս մասին, այլ լեզուներ, տեսեք, մարդիկ կան, ում լեզուն մայրենի լեզուն հայրենն է, ապրում է Հայաստանում եւ այլն, բայց երբ բարկանում է, սիրահարվում է, հուզվում է, անցնում է ռուսերենին, կամ անցնում է ինչ որ անգլերեն, այդ իր զգացմունքը, այդ իր էմոցիան այլ լեզվով է ձևակերպում։ Ինչու՞։ Շատ հետաքրքիր հարց է, քիչ եմ հանդիպել սրան, բայց ես կարծում եմ, որ այլ լեզվի մեջ կա էքսպրեսիա, որը իր լեզվում իրեն չի հերիքում։ Այսինքն իր կարծիքով այդ բարկությունը նույն ռուսերենով, որը բարերի կառուցվածքով եւ շեշտադրումներով մի փոքր այլ է,
տալիս է իրեն բավարարում այլ մի խողովակ է ստեղծում, որով հնարավորինս պայծառ կտա դա։ Կամ չգիտեմ, ասա ֆրանսերենը սիրո լեզու է, չէ՞։ Օրինակ այդպես ասում մեղմ է, փափուկ է կամ ֆրանսերեն երգերը կամ եւ այլն։ Այսինքն ինքը հնչյութային կամ հնչյունային իր կառուցվածքով ավելի մոտ է քո հույզերի։ Դու միշտ չի որ կարող ես դա բացատրել։ Բայց եթե օրինակ բարձր խոսում են գերմանացիները, մեզ թվում է մենք իրենք կռվում են, կամ ճապոնացիներս։ Դե կոշտ լեզու կոշտ է, կարե։ Եվ օրինակ դու դժվար ես պատկերացնում, որ մի ինչ-որ մեղմ իրավիճակում ճապոնական ինչ-որ այդ կտրուկ վիճակն է։ Այսինքն ինքը ավելի շուտ կապ ունի մեր ընկալման հետ լեզվի էքսպրեսիայի, այսինքն լեզուն ունի երաժշտություն։ Ինչպես ենք մենք իրեն ընկալում։ Եվ եթե մեր ականջը այդ լեզուն դիտարկում է այս խողովակի համար, այո, մենք կօգտվենք, երբեմն անգիտակցաբար։ Այդպես լինում է։ Կամ մարդու մոտ սոսնձվել է այդ վիճակը եւ այդ լեզուն լինելու պահը եւ միշտ աշխատում է այդ պատեռնը, այսինքն ինքը մի անգամ գրվել է, ջղայնացել է, չգիտեմ, Ռուսաստանում կամ ռուս մարդկանց հետ սոսնձվել է, ինքը հիշեց դա։ Ու ընդ որում ուղեղը հիշեց, ոչ թե ինքը հատուկ չի անում, սպասի ես հիմա անցնեմ այլ լեզվի, բայց խոսքը ավելի շուտ այդ էքսպրեսիվ երանգների մասն է լեզվի, քան բովանդակության։ Եվ սա ամենևին չի նշանակում, որ մարդը մտածում է այդ լեզվով, որտեղ նման երևույթ էլ կա, խոսում են մի լեզվով, այդպես էլ ասում են, ես մտածում եմ, չգիտեմ, անգլերեն լեզվով կամ այսպես կարող է դա լինել։ Իրականում շատ հետաքրքիր է, երբ որ դուք փորձում եք բռնել ձեզ։ Ինչ լեզվով եմ ես մտածում։ Ես մտածում եմ բառերով, թե ես մտածում եմ պատկերներով։ Որովհետև միշտ չէ, երբ որ մեր միտքը ձևակերպում է նախադասություններով։ Մեր մտածողությունը միշտ չի այդպես գծային, տառային եւ վառային եւ նախադասություններ։ Մենք շատ հաճախ կարող ենք պատկերների շարք լինի մեր մտածողությունը կամ իրավիճակը մենք մի քիչ բառ լինի, մի քիչ պատկեր լինի, մի քիչ երաժշտություն լինի, մի քիչ էլ հոտ լինի, սենց միավորվի, դառնա ինչ որ ձևավորված միտք, դեռ կայծակնային արագությամբ է տեղ ունենում։ Եթե մենք ինչ որ մի նյութի շուրջ ենք մտածում, որ պետք է ձևակերպենք եւ ներս հայացք ենք գցում, կարող ենք բռնել այն լեզուն, որով մենք մտածում ենք։ Սովորաբար դա մայրենին է լինում։ Դա այն լեզուն է, որը հնարավորինս հարուստ է քո ներսում եւ շատ բան է արտահայտում։ Եթե դու մտածում ես այդ լեզվով, կամ քեզ թվում է, որ դու մտածում ես այդ լեզվով, եթե դու բիլինգվալ մարդ ես եւ մի քանի լեզու քեզ համար նույնն է, հնարավոր է դու չբռնես դու որ լեզվով ես մտածում։ Ինչպես գիրք ես կարդացել, ասում ես ես չեմ հիշում որ լեզվով կարդացել, որտեղ եմ կարդացել, լեզուն չեմ հիշում։ Այսինքն իրենք այնքան համահավասար են ձեր մտքիտակցության մեջ։ Օրինակ ռուսերեն եւ հայերեն, հա, կամ ռուսերեն եւ անգլերեն կամ եթե իրենք համահավասար են, դու ընկալել ես միտքը, բայց նախադասություններով չես ընկալել, որ հիմա բռնես ու ասես սա հայերեն էր, որովհետեւ գաղափարը վերցրել եք լեզուն երկրորդային է այս դեպքում։ Տիկին Պապյան, ծնող երեխա փոխհարաբերություններում երեխայի փոխհարաբերությունները ընտանիքում, որտեղ արդեն հայացքից էլ մայրը գիտի, թե երեխան ինչ զգաց, ինչ ասաց, ինչ է ուզում, որքանով է կարևոր հենց հաղորդակցությունը խոսքի միջոցով։ Ֆունդամենտալ կարևոր է, որովհետև մտածողությունը զարգանում է նաև խոսելով։ Այսինքն, եթե մենք հնարավորություն ենք տալիս երեխային լսել ուրիշի միտքը, լսել հարցին պատասխան տալ, այդ հարցը էլի շարունակել, մենք այս պահին մարզում ենք եւ մտածողությունը, եւ խոսքը, եւ առհասարակ իրեն ենք զարգացնում։ Դրա համար ուզում եմ խորհուրդ տալ բոլոր ծնողներին, բոլոր մարդկանց, խոսեք ձեր երեխաների հետ, ժամանակ հատկացրեք դրա համար, քնելը դարձրեք ռիտուալ, զրուցելով, գուցե ինչ-որ մի գիրք կարդալով, գիտեմ շատերը անում են, շատերի համար էլ ուղղակի կարող է աուդիո գիրք միացնեն, ձայնային ինչ-որ մեկը, դերասանը, լավ դրված ձայնով շեշտադրված հեքիաթահերոսների մասին պատմի, բայց դա չի փոխարինում ձեր կենդանի ձայնը ձեր երեխայի համար։ Հարցրեք իրեն ինչպես որ անցավ, արձագանքեք նրա հույզերին, նայեք նրա աչքերի մեջ, թողենք իրեն լսված ու կարևոր զգա եւ խրախուսեք տրված հարցերը, խրախուսեք, որ ինքը շարունակի երկխոսությունը հաճույքի համար, այլ ոչ միայն գործնականում ինչ որ հարց լուծելու համար, խոսել հաճույքի համար, խոսել հաղորդակցել եւ դրանից բավարարություն ստանալ եւ հասկանալ ինչպես է կառուցվում խոսակցությունը։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Սակայն նախքան հրաժեշտը եւ նախքան իմ վերջնական ամփոփումը մեր զրույցին, ուզում եմ հիշեցնել ձեզ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին Սեղմեք զանգակը մեր հետագա ներբեռնումները բաց չթողնելու համար։ Կարող եք մեզ գտնել նաեւ Instagram-ում, Facebook-ում, TikTok-ում, մենք ամենուրեք ենք։
Միայն ցանկության բարագային եւ դուք կլինեք անտիստրես հարթակի հետևորդը։ Երեխայի համար խոսքն ու հաղորդակցումը շատ կարեւոր է։ Մեծերի համար նույնպես մեծահասակների, սակայն երբեմն մեծահասակները կերադասում են լռել։ Ուշադրություն դարձրեք ձեր ընտանիքի անդամների միջավայրի ոչ միայն խոսքին, այլ նաև լռությանը։ Լռությունը երբեմն նույնպես լինում է շատ խոսուն։ Հանդիպելու ենք նաև հաջորդ անգամ առայժմ